Գալահեռուստաընկերության եթերում դուք դիտում եք կարևորի մասին հաղորդաշարը բարի օր։ Նախագահական ընտրությունների ընթացքի մասին խոսելու ենք Վարուժան Հոկտանյանի հետ։ Պարոն Հոկտանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Ձեր կազմակերպությունը եւս հետևել է նախագահական ընտրությունների ընթացքին, ինչպես կգնահատեք նախընտրական գործընթացը եւ դուք ինչ եք արձանագրել։ Նախ ասեմ, որ այս ընտրությունները դժբախտաբար չտարբերվեցին նախորդ բոլոր ընտրություններից, նկատի ունենալով եւ վարչական ռեսուրսի չարաշահումը, եւ ընտրակաշառքների բաժանումը, եւ փաստորեն նախընտրական քարոզության ժամանակ տեղ գտած այլ անհավասար պայմանները, նկատի ունեմ այլ գործոնները, նույնպես ինչպես օրինակ անհավասար պայմանները, ոչ լիարժեք մրցակցությունը, երբ դեկտեմբերին հիմնական ընդդիմադիր կամ այլ ընտրանքային ուժերը հրաժարվեցին մասնակցել այս ընտրությունից, այսինքն չառաջադրեցին թեկնածուներ, եւ քվեարկության օրը տեղի ունեցած այդ երևույթները, որոնք եւ տեղական դիտորդներ եւ ես կուզեի սա նույնպես շեշտել, նաեւ միջազգային դիտորդներն են արձանագրել եւ շատ այլ այդ պատկերները, որ այդ երևույթները դժբախտաբար, եթե մենք կարճ փորձենք ամփոփել, հնարավորություն չեն տալիս ասել, որ սրանք, ինչպես մեր իշխանություններն են անդադ ուզում ասել, ամենաարդար, ամենալավ ընտրություններից, մենք շատ հեռու ենք դա այդպիսի ընտրություններ կոչելուց, բայց մի բան, որը ես իսկապես կարող եմ նշել որպես առաջընթաց ոչ շնորհիվ իշխանությունների, իհարկե, այլ մեր քաղաքացիների ուրեմն վարքագծի տեսանկյունից, որը ինձ շատ բավական հույսեր է տալիս, ինչ որ օպտիմիզմի հնարավորություն է տալիս, մանավանդ այն ինչ տեղ ունեցավ Շիրակի մարզում, հենց Գյումրիում եւ շատ այլ քաղաքներում, 14 քաղաքներում մենք երբ որ նայում ենք ընտրությունների արդյունքները, չնայած ընտրակաշառքին, որը մեր ունեցած տեղեկությունները մասսայաբար բաժանվել է, չնայած վարչական այդ ռեսուրսների այն առավել այսպես կոչած սանձարձակ չարաշահմանը, երբ դպրոցներում, մանկապարտեզներում, պետական եւ համայնքային հիմնարկություններում, մարմիններում աշխատակիցների վրա գործադրվում է ճնշում, չնայած դրան շատ ու շատ տեղերում, ես կուզեի սա շեշտել ոչ բոլոր տեղերում, բայց շատ ու շատ տեղերում, մանավանդ փոքր եւ միջին քաղաքներում, Երևանում դա չազդեց, այսինքն մարդիկ չգնացին եւ ուղղակի ընտրակաշառքի կամ այդ վարչական ռեսուրսի ազդեցության տակ քվեարկեցին ում համար որ պետքն է։ Սա այդ ամենամեծ դրական պահն է, բայց նույնպես եմ ասում, ես չէի գերագնահատի այդ պահը։ Պարոն Հոկտանյան, ինչպես դուք նշեցիք, ընտրություններից հետո բնականաբար իշխանությունների կողմից դրական գնահատականների շքերթ էր, մեկ քայլ առաջ էր որակվում այս ընտրությունները, կարող ենք ասել, որ ոչ թե որակի իմաստով էր մեկ քայլ առաջ, այլ գուցե ընտրակեղծիքների տեխնոլոգիաների հղկման առումով, տեսեք, ինչքան էլ որ մենք ունենք խախտումներ, արձանագրել ենք տարբեր դեպքեր, բայց նախորդ ընտրությունների համեմատ ընտրատեղամասերի ծեծու ջարդը, բացահայտ բռնությունները պակասել են, բայց փոխարենը ունենք ավելի կարծեք թե հղկված մեթոդներ ընտրությունների ելքը ցանկալի ուղղությամբ տանելու։ Գիտեք ոնց, եթե մենք վերցնում ենք դա համեմատում ենք այս ընտրությունները 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների հետ, ապա ոչ միայն այդ իմաստով ավելի լավ չէր, այլ ավելի վատ էր, այսինքն այն ժամանակ էլ ծեծու ջարդ չկար, այն ժամանակ էլ ամեն ինչ շատ մաքուր էր, այսինքն արտաքնապես մաքուր էր։ Խոսքը նախագահական ընտրությունների մասին է։ Այո, նախագահական ընտրություններ նախորդի համեմատ բռնություններ երևի շատ ավելի քիչ են եղել, բայց ասել նոր մեթոդների, սա եմ ես ուզում շեշտել, որ նոր մեթոդներ, ինչ որ ընտրակեղծիքներ եւ այլն, ես չեմ տեսել, ընդհակառակը ես տեսել եմ հին ձևերի վերածնունդ, օրինակ, երբ որ դա ես լավ հիշում եմ 98 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ օրինակ Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկվում էր այսքան ձայն, Ռոբերտ Քոչարյանի համար այսքան, հետո Դեմիրճյանի տրցատից հանվում դրվում էր Քոչարյանի
օգտին։ Սա եղել է բավականին ասում են ես իմ ունեցած այդ տեղեկություններով բավականին տարածված երևույթ։ Այսինքն հիմնականում այն մեթոդները, որոնք կիրառվել են, դժբախտաբար հին բարի մեթոդներն էին։ Այո, աշխատել են բռնություններից խուսափել, չնայած դեպքեր եղել են, բայց իհարկե այո, համատարած չի եղել։ Այստեղ իհարկե մի այլ խնդիր կա, որը նույնպես ես կուզենայի նշել, որ այդ բռնությունը ինքնին, բռնության բացակայությունը դեռ չի նշանակում, որ բռնության խնդիր չի եղել։ Եղել է բռնության ուղղակի բռնություն, այսպես ասենք, խոստանալու կամ բռնության ոչ թե բռնություն ինքնին կիրառվել է, այլ զգուշացում, որ կկիրառվի։ Սա շատ ահաբեկում, վախեցնել այս երևույթները, որտեղ երբ որ մենք նայում ենք եւ նաեւ տեղյակ ենք նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի եւ մյուս տեխնացուների, ովքեր իհարկե շարունակ նույն այն փաստը, որ շատ քիչ վստահված անձինք են եղել, կամ հանձնաժողովներում նույն ընդդիմությունը ներկայացնող հանձնաժողովի անդամները տեղամասային ես նկատի ունեմ, իրենց, այսպես ասած, խելոք են պահել, սա նույնպես մի այլ երևույթի մասին է խոսում, որը մեզ ստիպում է ենթադրել, առայժմ իհարկե դա բնականաբար չի լինի ապացուցել, բայց ապացուցելու համար պետք է ունենալ օբյեկտիվ իրավապահ մարմիններ, որը մենք չունենք, բայց կասկածներ ունենալ դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ հենց այդ ահաբեկելը, վախացնելը, իհարկե համալրված կաշառքով իրենց լուրջ դերը խաղացել են, այնպես որ խնդիրը նա չի, որ կիրառվել է եւ ես կուզենայի այդ հարցին շատ ավելի զգուշ մոտենալ, որն է ավելի դրականը, երբ որ կիրառվում է բռնությունը, այսինքն դա նշանակում է, որ չի հաջողվել ահաբեկել, թե չի կիրառվում, բայց ունենք ահաբեկված հանձնաժողովականներ, վստահված անձինք, որոնք գուցե ավելի մեծ արդյունք ունեն, քան ուղղակի բռնությունները։ Միգուցե այո։ Պարոն Հովտանյան, ձեր կենտրոնը մշակել էր համակարգ, որով փաստորեն հնարավոր է եղել հաշվարկել, թե ընտրություններին մասնակից քաղաքացին քանի րոպեում է կատարում քվեարկություն եւ հետաքրքիր արդյունքներ եք ունեցել։ Խնդրեմ դրա մասին խոսենք։ Այո, մենք նաեւ ինչպես ասեմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենք դա իրականացրել։ Մենք վերցնում ենք որոշակի թվեր, որպեսզի եւ վերլուծելով ուզում ենք ցույց տալ, սա այստեղ այս ծրագրի ուժը կարող է երևալ այն դեպքում, երբ որ վստահված անձինք, տեխնացուները, դիտորդները կիրառեն, օգտագործեն այդ տվյալները որպես լրացուցիչ օժանդակ տվյալներ, երբ բողոքարկվում են ընտրությունների արդյունքները։ Մենք 3 փաստորեն տեսակի տվյալներ մենք ուրեմն վերցրել էինք եւ վերլուծել էինք այդ էլեկտրոնային software այդպիսի մի համակարգչային ծրագիր էինք ստեղծել եւ այդ ծրագրով վերլուծենք մի խումբ կա, որ այդ խումբը դա իրականացրեց, մենք դա ուղղակի օգտագործում ենք այդ տվյալները, մենք այդ ծրագիրը ֆինանսավորում ենք, այսինքն մեզ ֆինանսավորեցին բացահասարության հիմնադրամը եւ մենք էլ կարողացանք իրականացնել այս ծրագիրը։ Ուրեմն առաջի տվյալները դրանք վերաբերում են նախքան քվեարկությունը, երբ որ մենք նայում ենք, ասենք ընտրացուցակներ եւ մշտական բնակչություն այդ հարաբերակցությունը։ Ինչու համար ենք դա անում։ Որտեւ գաղտնիք չի, որ Հայաստանում ընտրական օրենսգրքի համաձայն ընտրացուցակներում ընդգրկվում են բոլոր նրանք, ովքեր հաշվառված են Հայաստանում։ Անկախ նայած նրանք հեռացել են երկրից, թե գտնվում են երկրում։ Սա փաստորեն ես համարում եմ ընտրական օրենսգրքի ամենալուրջ բացերից մեկը, այդ իրավական օրենսդրական բացը պետք է ինչ-որ ձևի լուծվի, որ սա ստեղծում է այն ռիսկը, որ մենք գիտենք, որ այդպես էլ այդ թանաքոտել, այդ կնիկ դնելը այդպես էլ չի օգնում։ Բազմաթիվ քվեարկության վտանգը չի վերացված։ Դուք գիտեք, որ այս անգամ էլ շատ հեշտ հնարավոր էր մաքրել այդ կնիքը։ Այսինքն բազմաթիվ քվեարկության վտանգ։ Մյուսը օրինակ հասցեները, 10 եւ ավել բնակիչ ընտրող ունեցող հասցեներ։ Ոչ ոք չի ժխտում, որ հնարավոր է այդպիսի բան, բայց դուք էլ պետք է։ Կամ ասենք տարօրինակ հասցեները։ Ես չեմ ասում, որ
մեր մարմինները համապատասխան այնպես աշխատում են, որ բոլորը ունեն հստակ հասցե, ասենք, փողոց, բնակարան, տուն այդ ամենը։ Օրինակ մարմարիկ արտադրամաս, այդպիսի հասցեում ունենք ընտրողներ կամ եկեղեցու բակ հասցե։ Քվեարկության օրը արվեց ուրեմն քվեարկության արագության այդ ուրեմն 3 ժամ մեկ դուք գիտեք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովով հրապարակում են եւ մենք ուղղակի նայում ենք տվյալ տեղամաս առ տեղամաս այդ բոլոր 4 ժամային ինտերվալների ժամանակ ինչպիսի արագություն է եղել օրինակ մի քիչ տարօրինակ ասենք մենք քրոնոմետրաժ ենք անցկացրել ինչ արագության կարելի է միջինը լավագույն ես կասեի նույնիսկ այսպես 50-60 վայրկյանից արագ հնարավոր չի քվեարկել երբ որ նայում ես 40 վայրկյան եւ ավելի արագ քվեարկություններ արդեն խնդիր է առաջանում թե այդ ինչպես եղավ տեսնում ես տեղամասեր որտեղ ասենք 35-30 վայրկյանում քվեարկություն է տեղի ունենում եւ հաջորդը որ մենք նայեցինք արդեն ունենք տվյալներ դա ուրեմն մասնակցության կորելացիան ստացած ձայների հետ ինչքան մեծանում է մասնակցությունը այնքան մեծանում է Սերժ Սարգսյանի տոկոսները եւ օրինակ 50% եւ ցածր եթե մասնակցությամբ ընտրատեղամասերը միայն վերցնենք ապա այդտեղ ստացվում է իհարկե դրանք շատ քիչ են այդտեղ օրինակ հենց առաջի փուլում Ռաֆի Հովհաննիսյանն է հաղթել 50-ից 71% այդ սահմանում եւ ոչ մեկը 50%-ը չի հաղթարել, կարճ ասած դա եթե ամեն ինչ նորմալներ պետք է լիներ երկրորդ փուլ։ Եթե վերցնում ենք 72%-ից սկսած եւ ավել այդ ընտրատեղամասերն էլ ներառել, միայն այդ ժամանակ մենք ստանում ենք այն պատկերը, ինչ որ կա պաշտոնապես։ Իսկ երբ որ մենք առանձնացնում ենք օրինակ 75%-ի դեպքում 80% այն տեղամասերը, որտեղ 75% եւ ավել քվեարկություն եղել, 80% առավելության 80% հավաքել է Սերժ Սարգսյանը։ Ընդհանրապես, ասենք մաթեմատիկորեն դա չէր կարող լինել, եթե բացառենք որոշակի, ասենք, գործոններ, իհարկե շատ բաներ կարող են արդարացուցիչ բացատրություններ բերել, որ ասենք հանրապետական այդտեղ լավ են աշխատել եւ այլն, բայց խնդիրը հետեւյալն է, որ անկախ մասնակցությունից թվերը պետք է որ մոտավորապես նույնը լինեն։ Չնայած հնչած մտահոգություններին եւ արձանագրված դեպքերին ընտրությունների հաջորդ օրը արդեն միջազգային դիտորդները տվեցին իրենց նախնական գնահատականը, չնայած վերջնական զեկույցները դեռևս չկան, բայց մասնավորապես եվրոպացի դիտորդները, եվրոպական կառույցների ներկայացուցիչները առաջընթաց ընտրություններ համարեցին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները։ Ես երկու բան կուզեի ասել։ Առաջինը, որ պետք չի այդքան հուզվել միջազգային դիտորդների ասածներից։ Որտեվ մենք պետք է հաշվի առնենք, որ միջազգային դիտորդները ոչ միայն դիտորդություն են անում, այլև ես ինքս մի անգամ եղել եմ միջազգային դիտորդ եւ ես կարող եմ ասել, որ դա այդքան էլ այսպես ասած կողմնակալ չի։ Եվ շատ հաճախ այդպիսի գնահատականները նաև արտացոլում են որոշակի արտաքին, այսպես ասած, ուժերի վերաբերմունքը, դա մեկ, երկրորդը, այդ դիտորդական առաքելության եւ ես երեք իրենց հետ հանդիպել էի եւ սա նորից հստակ նշեցի, որ մեթոդաբանությունը, որը կիրառվում է իրենց կողմից, դա ուղղակի մեղմ ասած ճշգրիտ չի, որտեղ գալ եւ 20-30 րոպե ժամանակ անցկացնել ինչ-որ տեղամասում, դա արդեն ոչ թե դիտորդություն է, այլ քաղաքական տուրիզմ է։ Եթե դուք ուզում եք հստակ դիտորդություն անել, ես դա իրենց ասի այդ երեկվա հանդիպման ժամանակ դուք պետք է առավոտը 7-ից մինչև հաշվարկի ավարտը մնաք նույն տեղամասում։ Այն ժամանակ նոր այդ դիտորդությունը կարելի է համարել լուրջ դիտորդություն։ Դա մայմ ասում, մենք պետք է այդքան ներվայնանան այդ ամենի համար։ Եվ երրորդը, այստեղ մենք մի քիչ սուբյեկտիվություն կա այն իմաստով, որ մենք նայում ենք առաջին նախադասությունը։ Մենք չենք սովորել նայել ամբողջ զեկույցը, իսկ զեկույցը ես կարդացի։ Ու բավականին քրիտիկական զեկույց էր, ասեմ ձեզ։ Արձանագրված կային դեպքեր, որ եղել են չարաշահներ, բայց միևնույն է գնահատականը դրական էր։
Այո, իրենք իմիջիայլոց էլ ասեմ, իրենք ավելի շատ ասում են տեխնիկապես նորմալ է եղել։ Տեխնիկապես նորմալ լինելը մի քիչ ընտրական գործընթացներից հասկացողը կհասկանա, չնայած հստակ նշվեց թանակների այդ պատմությունը, իրենք նշել են դա։ Ու եկեք սպասենք վերջնական զեկույցին, ինչպես հայտնի է իրենց այդ կանոնակարգերով 8 շաբաթվա ընթացքում կլինի վերջնական զեկույց։ Եկեք սպասենք, տեսնենք, չշտապենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք կարևորի մասին հաղորդաշարը, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդիվ։